Եթե ուզում ես դառնալ պրոֆեսիոնալ ստուգող, մի քանի պայման կա, որ անպայման պետք է կատարես։ Առաջինն է, որ զորամասը ամեն օր պետք է ստուգես։ Բայց պարոն գնդապետ, օրենքով զորամասը 6 ամիսը մեկ չեն ստուգում։ Ախր պարոն փոխգնդապետ, 6 ամիսը մեկ ստուգումները անիմաստ են։ Ստուգումից 10 օր առաջ են սկսիրունացնել իրենց զորամասը, որ ՆԱՏՕ-ի զորամասները դեմը զիբիլանոց կերևան։ Երկրորդ կետը, որպեսզի ստուգումը լինի արդյունավետ, ինքը պետք է լինի անսպասելի։ Այսինքն, եթե գնում ես ստուգելու ցանկալիավոր գիշերով գնաս, մտնես զորամաս հետևի կողմից, պետք ամեն ինչ է ստուգումը անցկացնես զինվորի շորերով։ Պարզա։ Պարոն գնդապետ, բայց ամեն օր այդքան զորամաս ստուգելը մի քիչ խելքի մոտ չի։ Ոնց խելքին մոտ չի։ Ես ինքս 10 տարի տենց եմ ստուգում։ Եթե ուզում ես կարամ ապացուցեմ։ Սազան, հələ միացրայի մի հետաքրքրության տակ գտնվող զորամասերից մեկի գումարտակ։ Այո։ Զինվորական անձնակազմից, հա։ Ձեր մոտ ինչ հաճախականությամբ են ստուգումները անցկացվում։ Դե вообще-то 6 ամիսը մեկ պիտի գա ստուգեն, բայց մեկը կա ամեն օր գալիս ստուգում է։ Ով է որ։ Այդ նախարարությունը մի թարախ գնդապետ կեղտիկյան կա, այդքի սաղորը գալի ուզում է մի կեղտ բռնացնի։ Այդ կեղտիկյանը իրոք տենց թարախ է։ Այսպես շատ թարախ է։ Դրա մեջ եկան թարախը կարա մի հատ թարախի ցեղ դնի։ Լսի, տղա, դու գիտես ում է տես զրուցում։ Չէ։ Սա գնդապետ կեղտիկյանն է։ Իսկ դու գիտեք դուք ում եք խոսում։ Չէ։ Չէ։ Դե ուրեմն հաջողություն, թարախ գնդապետ կեղտիկյան։